Սիրելի հայրենակիցներ, նայեք Ալիևը ինչ է հայտարարել 300,000 ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձը Հայաստան։ Ասում է, որ 300,000 ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստան, մենք այդ պահանջը դրել ենք Հայաստանի կառավարության դեմ ու մենք մեր այդ օրակարգից երբեք հետ չենք կանգնելու։ Նայեք։ Сегодня мы говорим, что 300 тысяч западных азербайджанцев должны вернуться в те регионы. Но в целом число тех, кто покинул эти земли и сегодня живет в различных регионах Азербайджана, включая их потомков, в несколько раз превышает 300 тысяч. И мы не снимем этот вопрос с повестки дня, хотя нам поступают такие предложения. Но пусть все знают, и Армения, и те, кто стоит за ней, что этот вопрос не будет снят с повестки дня до тех пор, пока азербайджанцы не вернутся в Западный Азербайджан. Իմ օրոք ոչ մի ադրբեջանցի չի գալու վերաբնակվի Հայաստանում, ինքը ստում է։ Ինքը ինչ իշխանության ա եկել, ցանկացած պահանջ գրեթե կատարել Ալիևի։ Ու Ալիևը ինչ ուզել է, ինչի ուզել է, հասել է ու եթե ինքը դաժե պուբլիչնի ասել է, որ մենք ինչ ուզել ենք, հասել ենք։ Ու հիմա թե Ադրբեջանը, թե Թուրքիան ամեն ինչ անում են ու արդեն պուբլիչնի հայտարարում են, որ իրանք աջակցում են Փաշինյանին ընտրությունների ժամանակ։ Այդ նշանակում է, որ եթե Փաշինյանը հաղթեց, այդ 300,000 հոգու վերադարձը հաստատ իրականություն է դառնալու, որովհետև իրանք այդ իրանց օրակարգից հետ չեն կանգնելու ու այդ Փաշինյանն է միշտ ասում է, որ մենք թույլ ենք, չենք կարող պատերազմել, այդ նշանակում է իրանք էլի գնալու են ուստուպկաների։ Հիմա այսքան բանը տեսակ լսում եք ու ինչ հետևություններ եք անում։ Ձեր կարծիքով Փաշինյանը կարա դիմադրի Ալիևի ու Էրդողանի դեմ 300,000 ադրբեջանցիներին չընդունելու հարցում։ Ու որ Արսեն Թորասյանն ու Ալեն Սիմոնյանը որ ասում էին մենք մոնոէթնիկ պետությունից պետք է վերածվենք ուրիշ պետության, որտեղ այլ ազգեր է պետք է ապրեն, թե մեր գոյությունը վտանգի տակ կլինի, այդի հենց այդ է նշանակում, եթե իրանք Ալիևի այս պահանջը չիրականացնեն, ապա մեր գոյության հարցը, մեր գոյությունը հարցականի տակ կընկնի։ Հիմա իրանք եթե մանդատ ստացան վերընտրվեցին, ապա համոզված եմ, այս ամեն ինչը իրականացնելու են։